Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Cengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Արևմտյան Հայաստանի տարածքում Թուրքիայի դեմ զինված պայքարող քրդերը վայր են դնում զենքը եւ ինքնալուծարվում են։ Քրդական աշխատավորական կուսակցության 12-րդ կոնգրեսի պատմական որոշումը ներկայացնող հայտարարությամբ նշվում է, թե իրենց պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման եւ ոչնչացման քաղաքականությունը, քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի եւ այդպիսով քրդական աշխատավորական կուսակցությունն ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։ Թե որքանով քրդերին կհաջողվի Թուրքիայի ներկա միջավայրում չբախվել քրդերի գոյության իրավունքի ժխտմանը, ցույց կտա ժամանակը։ Այս պահին այս հայտարարությունը միայն նշանակում է, որ թուրքական պետության ներսում գտնվող Թուրքիային սպառնացող գլխավոր ռումբը փաստացի չեզոքացվեց։ Թե որքանով արդյունավետ, նույնպես ցույց կտա ժամանակը։ Փաստ է միայն, որ Էրդողան քրդեր երկխոսությունը դեռ երբեք այսքան պատմական արդյունք չէր գրանցել։ Սա նաև նշանակում է, որ Էրդողանը նախընտրական հերթական հաղթաթուղթն է ստանում։ Առաջինը Սիրիայի վերահսկողությունն անուղղակի վերցնելն էր։ Հիմա քրդերն են ծնկի գալիս, եւ Էրդողանը ստանում է համոզիչ հնարավորություն առաջիկա ընտրություններում վերընտրվելու կամ իշխանությունն իր ընտրած հաջորդին փոխանցելու համար։ Իրական Թուրքիայի այս թողարկմանը դիտեք։ Yani ağır arsenik ve civar. Մահափորձ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի դեմ կասկածյալների մեջ նաև հայերն են։ Biz fiziken de suikaste maruz kaldık, zehirlendik de. Ֆիդանին հայերն ուսումնասիրում եւ թիրախավորում են որպես Թուրքիայի ապագա հնարավոր նախագահ։ Թոշակի անցած հայ հետախույզի եւ Թուրքայետի գրքից Սոժջուի եթերում վրթովված են։ Ermenistan devletinin emekli istihbarat subayı. Հայաստանում սև փողեր աշխատում թուրքական հանցավոր խմբավորում խաղադրույքներով եւ բուկմեյքերական ընկերությունների միջոցով։ Թուրքիայում 26 մարդ են ձերբակալել։ yaklaş devre yaklaş. Հնդկաստանից սպառնում են ոչնչացնել Թուրքիան միջուկային զենքով։ Gerekirse Türkiye'yi cehenneme çevirebiliriz de. Ալիևը նորից պորտկացել է ատելությունից եւ ոչ միայն հայերի դեմ հոխորտալով, թե տարածաշրջանում իր թշնամիները զղջալու են։ Bizimle bugün hesaplaşmayan sabah peşman olur. Եվ վերջում հարցազրույց այսօր գերմանացի պատմաբան Միխայիլ Հեսեման Վատիկանում Բաքվի հակահայ ազդեցության մասին Ալիևը ներս մտնելու անցքերը գտնում է առնետի նման։ Mice or rats are always find a hole to get into a house. Եվ այսպես թուրքական մեդիայի գլխավոր հերոսն այս օրերին անգամ քրդերը չեն, Հական Ֆիդանն է, այն էլ որպես Էրդողանի իրավահաջորդը լինելու գլխավոր թեկնածու եւ այդ դերում ամբողջությամբ ներգրավվելով Էրդողանի եւ Թուրքիայի ներքին թշնամիների դեմ պայքարում։ Ծանր մեղադրանքներ գյուլենականների հասցեին, որոնց Էրդողանը մեղադրում է իր դեմ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, հանդիմության դեմ, որ իբր խաղալիք են դառնում Թուրքիայի համար թակարդներ լարողների ձեռքում։ Ֆիդանը պատմելով թուրքական պետությանը սպառնացող վտանգների եւ ներքին թշնամիների մասին բացահայտել է, որ իրեն փորձել են սպանել։ Biz fiziken de suikaste maruz kaldık, zehirlendik de. Ինձ ֆիզիկապես են փորձել սպանել, թունավորել են, փորձել են վարկաբեկել, բայց սա մեր պայքարի մի մասն է։ Alıyoruz ama bu kavganın bir parçası. Yani bundan Թունավորման դեպքի մասին ավելի վաղ խոսել եք։ Ես առաջին անգամ եմ լսում։ yok söyle. Ոչ, ավելի վաղ չեմ խոսել, որովհետև առաջին անգամ եմ լսում թունավորման մասին։ Այդպիսի մահափորձ է եղել։ Ինձ ծանր մկնդեղ եւ սնդիկ են տվել։ Այո, դա մի տեղում պատահել է, հետո բուժզնությամբ բացահայտվեց։ Çıktı. Երբ, որ տարիներին։ Bu 4 4-5 տարի կլինի։ Հնչում է ամենակարևոր հարցը. ով է դա արել, ով է փորձել թունավորել Ֆիդանին, որն այս հայտարարությունն արեց Թուրքիայի մեջ ներքին թշնամիների մասին խոսելիս, եւ որը 4-5 տարի առաջ դեռ Թուրքիայի արտգործնախարարը չէր։ Գլխավորում էր Թուրքիայի անվտանգային գլխավոր կառույցը, ազգային հետախուզական կազմակերպությունը։ o detaylara girmeyelim. Yani o dışarılarda olan konular, yani sadece içeride düşman yok. Այդ մանրամասներից չեմ խոսի։ Սրանք նաև դրսին առնչվող խնդիրներ են։ Այնպես չէ, թե թշնամին միայն ներսում է։ Դրսի այդ որ մի թշնամին է փորձել թունավորել Ֆիդանին։ Թուրքական բոլոր հեռուստաեթերներում են քննարկում ու ոչ միայն հայտարարում, որ Թուրքիան բարդ տարածաշրջանում է, այլև նշում են պատճառները։ Էրդողանի գործողությունների հետ բոլորը չէ, որ համաձայն են։ Ankara'da çok konuşuldu. Անկարայում շատ են խոսում այդ հայտարարության մասին։ Շատ տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Söyleyeyim.
Buna şaşırmayanlar oldu. Bunun söylenmesine, açıklanmasına şaşıranlar oldu. Ոմանք զարմացել են, որ նման բան է եղել, ոմանք էլ, որ դրա մասին հրապարակային կերպով խոսվեց։ Այո, մենք բարդ տարածաշրջանում ենք։ Թուրքիան է բարդ երկիր, որովհետև մենք համաշխարհային կարևորություն ունեցող հողերի վրա ենք։ Երբ նայում ենք մեր հայրենիքի քարտեզին, տեսնում ենք, որ մի կողմում նավթով ու բնական գազով հարուստ երկրներն են։ Ülkeler var. Batıya bakıyorsun, orada da dünyada en büyük enerji tüketicisi bir Avrupa var. İkinci sırada olan bir Avrupa var. Մյուս կողմում արևմուտքը, այդ նավթն ու գազը սպառել ցանկացող Եվրոպան։ Մարդկանց եւ էներգետիկ հոսքերի ճանապարհներն այստեղով են անցնում։ Պատմականորեն մենք ռազմավարական նշանակության ճանապարհների վրա ենք։ İnsanların da hele de bu tarih değişirken, sınırlar değişirken hedefte olması son derece Այսպիսի երկրում, այսպիսի կարևոր պաշտոններում գտնվող մարդկանց, որոնք պատմություն են փոխում, սահմաններ են փոխում, թիրախավորելը բնական է։ Հայաստանն ու հայերը կասկածյալների ցուցակի առաջին հորիզոնականներում չեն, անգամ երբ հնչում է Հունաստանի վարկածը։ Քննարկմանը մասնակցողներից մեկը հերքում է, հայտարարելով, թե Հունաստանի բոյը նման բանի չէր հերիքի։ Կասկածյալների ցուցակում այս երկրներն են։ Sayın Hakan Fidan, işte uyguladığı politika Պարոն Հական Ֆիդանը նրա վարած քաղաքականությունը ում էր ամենաշատը վնասում։ Այնքան շատ Մոսադի գործակալներ է բռնել վերջին 35 տարում։ Մոսադի գործակալները գալիս էին Թուրքիա իրենց աշխատանքային ստաժի համար։ Հիմա Թուրքիա վերադառնալու մասին չեն էլ կարող մտածել։ İsrail bundan rahatsız mı? Hem de öyle rahatsız ki. Amerika, ben şimdi milyarlarca doları yatıracağım. Irak'ı, Suriye'yi kan gölüne çevireceğim. Իսրայելը սրանից դժգոհ է։ Այն էլ ինչպես է դժգոհ։ Ամերիկան միլիարդավոր դոլարներ է ծախսել։ Իրաքը Սիրիան արյան լճի է վերածել։ Այնտեղ մեծ ծրագրեր էր նախապատրաստում, որ Էրդողան անունով մեկը, Ֆիդան անունով մեկը գար եւ տարիներ շարունակ այդ տարածաշրջանում արածը գլխի վայր շրջեր։ Siyanür, ketçap ne varsa hepsini devreye alırım. Ես նրանց փոխարեն միայն սնդիկ չէ, ցիանիդ, ամեն ինչ կօգտագործեի։ Նշում են նաև Իրանի եւ Ռուսաստանի վարկածները, թեև Մոսկվայի պարագայում մեղադրանքները զուսպ են, ձևակերպումները մեղմ։ Ֆիդանի դեմ մահափորձը քննարկելիս կասկածները հասնում են հայերին։ Հայերը դիտարկվում են որպես վտանգ Թուրքիայի համար, երբ թունավորման մասին խոսք ու զրույցը հասնում է Ֆիդանի ինքնության կոդին։ Երբ սկսում են ցույց տալ Հական Ֆիդանին, ուսումնասիրում են հայերը։ Ապրիլին Հական Ֆիդանի մասին հրատարակված այս գիրքը հայտնվել է թուրք լրագրողների ուշադրության կենտրոնում։ Մեկ բարձ պատճառով։ Հեղինակները հայեր են։ Moskova'da bir kitap tanıtımı yapıldı. Մոսկվայում մի գրքի շնորհանդես է եղել, անցած շաբաթ։ Երկու հեղինակ ունի այդ գիրքը։ Նրանցից մեկը Թոշակի անցած հայ հետախույզ գնդապետ է։ Ermenistan'ın emekli istihbarat subayı albay. Ermenistan devletinin emekli istihbarat subayı. Kevork Minasyan ismi. Diğeri de Türkolog. Erivan Üniversitesi'nden bir Türkolog. O da Ermenistan kökenli. Հայկական պետության Թոշակի անցած հետախուզության սպա։ Անունը Գևորգ Մինասյան։ Մյուսը թուրքագետ է։ Թուրքագետ Երևանի համալսարանից։ Նա էլ է ծագումով Հայաստանից։ Անժելա Սիմոնյան։ Այս երկու անձինք Հայաստանի հետախուզության աշխատակիցներ են։ Մեկը թուրքագետ է, մյուսը հետախուզության սպա։ Ինչ-ինչ պատճառներով ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում, Ռուսաստանի մայրաքաղաքում եղավ նրանց գրքի շնորհանդեսը։ Գիտեք ինչ է գրքի անունը։ Բոլորը պետք է տեսնեն այս շեշտադրումը։ Հական Ֆիդան, Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարը։ Türkiye'nin gelecekteki muhtemel Cumhurbaşkanı'nın portresine çizgiler. Kitabın adı bu mu? Դա է գրքի անունը։ Nerede yayınlanıyor kitap? Moskova'da yayınlanıyor. Այո, որտեղ է հրատարակվել գիրքը։ Մոսկվայում։ Որտեղ է ներկայացվել։ Մոսկվայում։ Ermenistan istihbarat subayıyla Ermeni Türkolog yazmış. Ովքեր են գրել Հայաստանի հետախուզության սպան եւ հայ թուրքագետը։ Գրքում նշվում է, որ հեղինակները փորձում են բացահայտել հեռանկարային թուրք քաղաքական գործչի ինքնության կոդը, որը ոչ միայն ակադեմիական, այլև գործնական նշանակություն ունի։ Բայց Հական Ֆիդանի մասին անգամ Թուրքիայում շատերը շատ բան չգիտեն, նշում է Սոժուի հեղինակը, հավելելով, որ Ֆիդանի մասին գրքում ներկայացվում է նաև նրա մագիստրոսական թեզը՝ Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հետախուզական համակարգերի վերաբերյալ։ Առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել գրքի շապիկին, որին Էրդողանի պալատի լուսանկարն է։ Arkadaşlar bu kitap Moskova'da tanıtıldı. Այս գիրքը Մոսկվայում է լույս տեսել։ Հայաստանի հետախուզության սպան կողքին էլ հայ թուրքագետ կինը։
Kapağında Cumhurbaşkanlığı külliyesi var. Շապիկին էլ Թուրքիայի նախագահական պալատի լուսանկարը։ Գրքի նախաբանը գրել է հետախուզության թոշակի անցած ռուսպա, մասնագիտացած Թուրքիայի հարցերով գնդապետ Ալեքսանդր Պոլտավսկին։ Գրքում ներկայացված են նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գնդապետի եւ համալսարանական պրոֆեսորների գնահատականները։ Bizim albayı, üniversitelerin bilmem ne profesörlerin değerlendirmeleri deniyor. Այն, որ հայերը եւ ռուսները միասին գիրք են ներկայացնում Թուրքիայի մասին, դիտարկում են որպես վտանգ ոչ միայն Ֆիդանի, այլև ամբողջ Թուրքիայի համար։ Bak belli ki Türkiye'yi kendi bakanlarımız, kendi kabinemiz, kendi sarayımız üzerinden kaşıyorlar. Տեսեք, ակնհայտ է, որ նրանք փորձում են վնասել Թուրքիային, թիրախավորելով մեր նախարարներին, մեր կառավարությունը, մեր նախագահական պալատը։ Թուրքիան սպառնում են ոչնչացնել Հնդկաստանից, այն էլ միջուկային զենքով։ Հնդկաստան-Պակիստան բախումներում Թուրքիան միանշանակ կերպով Պակիստանին է աջակցում, ինչին Հնդկաստանից պատասխանել է թոշակի անցած գեներալներից մեկը, բայց այնպես, որ այդ պատասխանը Թուրքիայում չտեսնել չեն կարողացել։ You forget that India is a nuclear power. Դուք մոռանում եք, որ Հնդկաստանը միջուկային երկիր է, եւ եթե պետք լինի, մենք կարող ենք պայթեցնել Թուրքիան եւ դժոխք ուղարկել։ Թուրքիան բավական երկար ժամանակ վատ է պահում իրեն։ Türkiye uzun zamandır kötü davranıyor. Թուրքիան երկար ժամանակ է ինչ իրեն վատ է պահում։ Նկատի ունի Հնդկաստանի դեմ։ Թուրքիան ուզում է վերականգնել նախկին խալիֆայությունը եւ իսլամական աշխարհի խալիֆն է ուզում դառնալ։ Bir dünya gücü olmaya çalışıyorlar, bir dünya gücü olduklarını göstermeye çalışıyorlar. Ancak unutmamalılar, Hindistan da küresel bir güç. Tamam, sıkıntı yok. Hindistan küresel bir güç olabilir. Փորձում են համաշխարհային ուժ դառնալ, ցույց տալ, թե համաշխարհային ուժ են, բայց չպետք է մոռանանք, որ Հնդկաստանը եւս համաշխարհային ուժ է։ Լավ, խնդիր չկա, Հնդկաստանը համաշխարհային ուժ կարող է լինել։ Ճիշտը մնում է ճիշտ։ Թուրքիան փորձում է համաշխարհային ուժ դառնալ։ Նրանք միջուկային զենք չունեն, մենք ունենք։ Նրանք տիեզերքում ուժ չունեն, մենք ունենք։ Միջուկային զենք Yok չունենք։ üretmek istiyor muyuz bilmiyorum. Ama uzay gücümüz de yakında olacak inşallah. Չգիտեմ, ուզում ենք ունենալ թե ոչ, բայց տիեզերքում ուժ կունենանք մոտ ապագայում։ Եվ ասում է, եթե պետք լինի, Թուրքիան դժոխքի Gerekirse կվերածենք։ Türkiye'yi cehenneme çevirebiliriz demiş. Սա էլ են ասում, Թուրքիան Պակիստանի հետ է ռազմավարական գործակցության մեջ։ Մենք էլ կգնանք Հունաստանի հետ կգործակցենք։ Ya lütfen yapın. Bence lütfen yapın. bence bu evet. emekli general biraz Կարծում եմ այս թոշակառու գեներալը զարգացումները լավ չի ուսումնասիրել։ Մի քիչ տարիքն առած է։ Սպառնացողը իհարկե թոշակի անցած գեներալ է, բայց ճիշտը մնում է ճիշտ։ Հնդկաստանն ունի միջուկային զենք, Թուրքիան ոչ։ Եվ Թուրքիան դաշնակցում է Պակիստանի, Հնդկաստանի թշնամու հետ, տրամադրելով նաև զին տեխնիկա, որն օգտագործվել է վերջին բախումների ժամանակ, ինչպես ներկայացվում է թուրքական հեռուստաալիքների եթերներում։ Եվ եթե թուրքական մի հեռուստաալիքի եթերում միջուկային սպառնալիքը վերածում են ծաղր ու ծանակի, հեգնելով հնդիկ գեներալին, մեկ այլ ալիքի եթերում խնդրին մոտենում են լրջորեն։ Biz taraf oluyoruz. Yani niye taraf oluyoruz sorusunun cevabı? Մենք կողմ ենք դառնալու այս միջուկային երկրների միջև էսկալացիայում։ Ինչու ենք կողմ դառնալու, որովհետև հիմա արդեն Հնդկաստանի կառավարությունը հաշվի առնելով Պակիստանին Թուրքիայի օգնությունը մեզ դիտարկում է որպես այս հակամարտության կողմ։ Այս պատճառով այդ տարածաշրջանի ամբողջ կրակի դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել։ Հուսով եմ, որ միջազգային ուժերը սա թույլ չեն տա, վերահսկողության տակ կվերցնեն այս վիճակը։ Այլապես գործը միջուկային պատերազմից էլ այն կողմ, հավատքի պատերազմի կարող է վերածվել։ Nükleer meseleden iki ülkenin karşılaşmasından ziyade dini bir savaş haline de gelebilir. Bu çok tehlikeli. Դա շատ վտանգավոր է։ Այո, ամենավտանգավոր զարգացումներից մեկը կարող է սա լինել։ Թուրքիայի քաղաքացիներն օգտագործում են Հայաստանն ու Հայաստանի տարածքը անօրինական գումար աշխատելու համար։ Խոսքը բուկմեյքերական ընկերությունների եւ խաղադրույքների մասին է։ Ադանայում գործող հանցավոր խմբավորումը բացահայտել են, երբ Թուրքիայում իրավապահները նկատել են, որ կրիպտոփողերը Թուրքիայից հոսում են դեպի Հայաստան։ Ու հարցաքննությունների ընթացքում պարզել են, որ խումբը գործում է նաեւ Անկարայում, Անտալիայում եւ Շրնակում։ Ըստ թուրքական կողմի պաշտոնական տվյալների 100 միլիոն լիրայի եւ 100 բիտքոյնի մասին է խոսքը։ Սա կազմում է ընդհանուր մոտավորապես 12.5 միլիոն դոլար։ Ձերբակալել են 26 մարդու, դատարանում 15-ը կալանավորվել են։ Թուրքիայում խաղադրույքներն արգելված են։ Եվ թուրքական նախագիծ Ադրբեջան։ Բաքվի օկուպանտը մայիսի 9-ին մեկնել էր Արցախի տարածք եւ ինչպես միշտ է լինում նման այցերի ժամանակ խոսել է պատերազմի մասին, փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե արժանավոր ազգ են եւ Արցախում մնալու են հավերժ։ Azərbaycana olan dünyadakı münasibət, hətta
bize düşmençilik eden Պատահական չէ, որ նույնիսկ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված շրջանակները, ուժերը եւ երկրները գիտեն, որ մենք արժանավոր ժողովուրդ ենք, արգանքի արժանի ժողովուրդ, եւ մեզ հետ պետք է հաշվի նստել։ Նրանք, ովքեր մեզ այսօր հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում վաղը կզղջան դրա համար։ lazımdır. En azı yaşadığımız bölgede bizimle bugün hesaplaşmayan sabah pişman olur. Որոնք են այն ուժերը եւ երկրները, որոնք թշնամաբար են տրամադրված Ադրբեջանի դեմ, այն էլ մեր տարածաշրջանում եւ որոնց Ալիևը սպառնում է գրեթե նույն բառապաշարով, ինչ Փաշինյանին։ Կարևորը եւ Հայաստանի շահերից է բխում, որ Ալիևի այս հայտարարությունը հնչում է Իրանի նախագահի Բաքու կատարած այցից հետո, որովհետեւ սա ցույց է, որ Թեհրան-Բաքու հակասությունները հարթված չեն։ Իրանի հետ գլխավոր հակասությունը, որն առնչվում է Հայաստանին, Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Կարևորը, որ սպառնալիք զգուշացումը հնչում է Ալիևի Մոսկվա մեկնելու Ռուսաստանի նախագահի հրավերը մերժելու, չհարթված հակասություններն ընդգծելու ֆոնին։ Ռուսաստանի հետ գլխավոր հակասությունն այս պահին ադրբեջանական օդանավի կործանումն է։ Ալիևը պահանջում է, որ Մոսկվան ստանձնի պատասխանատվությունը, ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի։ Եվ Հայաստան, որևէ այլ երկրի հետ Ադրբեջանը տարածաշրջանում խնդրահարույց հարաբերություններ չունի։ Հայաստանի մասով հատուկ անդրադարձ է եղել Փաշինյանի խաղաղության դարաշրջանում մի քանի անգամ հայերին կոչելով ատելի թշնամի, Ալիևը նորից հայերին մեղադրել է գենոցիդ եւ ցիտ ածանցով ավարտվող ամեն ինչ գործելու մեջ։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ֆոնին, թե դեռ պետք է հասկանանք ինչ է եղել եւ ինչու, եւ Արարատ Միրզոյանի հայտարարության ֆոնին, թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, Ալիևը հայտարարում է սա. Bize karşı soykırım töredilmiştir. Bize karşı urbisit töredilmiştir. Ekotsit töredilmiştir. Մեր դեմ իրականացվել է ցեղասպանություն, մեր դեմ իրականացվել է ուրբիցիտ, էկոցիտ։ Հայկական ֆաշիզմը ցանկանում էր ընդմիշտ օկուպացնել այս տարածքները, եւ ցավոք որոշ պետություններ կանգնած էին նրանց թիկունքում։ Նրանց ուղված ազդակները, եթե ոչ բացահայտ, ապա գաղտնի խողովակներով այն մասին են, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվի պատերազմ սկսել։ Մենք կանգնած ենք ձեր թիկունքին, կաջակցենք ձեզ, զենք ենք տալիս, բարոյական աջակցություն ենք ցուցաբերում։ Սա նշանակում է, որ քանի դեռ Փաշինյանը զիջում է ցեղասպանության հարցում հանուն Էրդողանի հետ հարաբերությունների կարգավորման, թուրքական նախագիծ Բաքվի խունտան աշխարհով մեկ աղմկում է, թե հայերն են ցեղասպան։ Եվ սա անում են հետևողական ու առավել ինտենսիվ կերպով, հատկապես վերջին ամիսներին։ Գալով հայտարարության երկրորդ մասին, եթե Հայաստանը մի ժամանակ կարողացել է ունենալ որոշ պետությունների աջակցությունը, ապա ինչու հիմա չունի։ Պատասխանը բազմակողմ է, անձերից մինչև նոր աշխարհակարգ, բայց առանցքում այս մեկն է։ Նախկինում Հայաստանում կար պայքար, այսօր խաղաղության օրակարգ։ Նախ խաղաղություն էր դինելու Արցախը տալուց հետո։ Հիմա, եթե Հայաստանի սահմանադրությունը փոխելուց եւ Մինսկի խումբը ցրելուց հետո ինչ որ հրաշք լինի եւ Բաքուն այլ պահանջներ առաջ չքաշի։ Օրինակ իրական եւ գլխավոր պահանջները՝ Սյունիքով միջանցքը եւ Հայաստանի տարածքում առնվազն 300,000 ադրբեջանցի բնակեցնելը։ Եվ Ալիևը ստորագրի խաղաղության համաձայնագիր կոչվածը, ապա պետք է ոչ թե շտապել տոնելու, այլ իմանալ, թե ինչ է անում Ադրբեջանը խաղաղության տարիներին։ Ներկայացնելով Հեյդար Ալիևի կառավարման առաջին շրջանը, Ալիևը խոսել է 1994-ի հրադադարի մասին։ O vaxt Müharibəni dayandırmaq Այն ժամանակ երիտասարդ պետությունը փրկելու միակ միջոցը պատերազմը դադարեցնելն էր։ Դժվար որոշում էր։ Մեր հողերի զգալի մասը օկուպացված էր։ 1 միլիոնից ավելի մարդ մնացել էր անօթևան։ Բայց եթե պատերազմը չդադարեցվեր, մենք կարող ենք բախվել ավելի մեծ ողբերգության։ Շատ դժվար, բայց իմաստուն որոշում էր։ Այն մեզ թույլ տվեց Ադրբեջանը դնել զարգացման ուղու վրա, վերականգնել կայունությունը, ձևավորել կանոնավոր բանակ եւ ստեղծել տնտեսական զարգացման նախադրյալներ։ Այսինքն անցյալի ամբողջ պատմությունը հետ նայելով մենք բնականաբար տեսնում ենք, թե որքան նպատակասլաց, լավ մտածված քայլեր են ձեռնարկվել։ Քայլեր, որոնք ապահովում են այսօրվա Ադրբեջանի իրականությունը։ Այս հայտարարությունը, որն առաջին անգամ չէ հնչում, տարբեր աշխարհաքաղաքական մեկնաբանություններից առաջ կարող է առիթ լինել Հայաստանի քաղաքացիների համար տեսնելու եւ գիտակցելու, որ խաղաղության համաձայնագիր կոչվածը Ադրբեջանն օգտագործելու է որպես դադար Հայաստանի տարածքի հետագա օկուպացիան իրագործելու պոտենցիալ մշակելու համար։ Արցախի օկուպացիայից հետո Հայաստանի ամբողջ տարածքը Ալիևն ինքն է հայտարարել պատմական ադրբեջանական հող, արևմտյան Ադրբեջան։ Ճիշտ նույն մեթոդներով, պետական ֆինանսավորմամբ, միջազգային հարթակներում եւ թուրքական հովանավորությամբ, ինչ Արցախն էին 30 տարի հռչակում ադրբեջանական, հիմա գործում են Հայաստանի տարածքի մասով։ Վերջին աչք ծակող դրվագը Անտալիայի դիվանագիտական ֆորումում էր, այնտեղ ներկա հայկական պատվիրակությունը որևէ կերպ չարձագանքեց։
Մյուս կողմից Ալիևի մեջ բերած հայտարարությունը, ինչպես նաև երկար դադարից հետո ադրբեջանական պետական հեռուստաալիքներով ցուցադրվող կադրերը, որոնցում ադրբեջանցի մի կին խնդրում է, որ Ալիևը ՑՄԱ նախագահ մնա, հուշում են, Փաշինյանը միակը չէ, որ պայքարում է իշխանության համար։ Բաքվի պետական հեռուստաալիքներից դուրս իրականությունն այն մասին է, որ Ադրբեջանում վերջին 2-3 ամիսներին ամեն շաբաթ 1-2 լրագրող ակտիվիստ ընդդիմադիր են բանտարկում։ Նրանց, ովքեր կարող են սոցիալական բողոքի ալիքը վերածել ցույցերի եւ ներքաղաքական ճգնաժամի։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր գերմանացի պատմաբան Միխայել Հեսեման, որը Վատիկանի արխիվներում հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերն է ուսումնասիրում, բացառիկ մանրամասներ է ներկայացնում ապրիլի 10-ին Վատիկանում Բաքվի կազմակերպած միջազգային գիտաժողովի մասին, որը կոչել էին Քրիստոնեությունն Ադրբեջանում, պատմական եւ արդի ժամանակներ։ Սա իրականում Արցախից հայկական հետքը ջնջելու Բաքվի հետևողական քաղաքականության եւս մեկ դրվագ էր, բայց որքանով էր այդ կեղծիքին մասնակցում պաշտոնական Վատիկանը։ Քանի դեռ այս մոլորակի վրա կա կոռուպցիա, Ադրբեջանի նման նախաձեռնությունները կանխել չենք կարող։ Պատմաբանի ձևակերպմամբ նրանք միշտ կգտնեն անցքեր մտնելու համար, ինչպես մկները կամ առնետները միշտ գտնում են անցքեր տուն մտնելու համար, եթե ուտելիքի հոտ են առնում։ Thanks for joining us. Thanks for your time. Շնորհակալություն, որ միացել եք մեզ, շնորհակալություն ձեր ժամանակի համար եւ միջազգային գիտաժողով Վատիկանում, Քրիստոնեությունն Ադրբեջանում, պատմություն եւ արդի ժամանակներ։ Այս միջոցառումը Արցախի պատմական եւ մշակութային ժառանգությունը հայկական հետքը վերափոխելու, ադրբեջանականացնելու քաղաքականության շրջանակում էր։ Հետևաբար կարող ենք ասել, որ Ադրբեջանն օգտագործել է Վատիկանի ակադեմիական հարթակը Արցախի հայկական, քրիստոնեական եւ մշակութային ժառանգությունը վերաշխարհադրելու համար։ Հայոց պատմությունը վերափոխելու համար։ Ադրբեջանական կողմը հայտնեց, որ միջոցառումը կազմակերպվել է Սուրբ Հաթոռի Պապական Գրեգորյան համալսարանում։ Ինչ կապ ունի այս համալսարանը Սուրբ Հաթոռի հետ իրականում եւ ինչպես է ստացվել, որ Ադրբեջանին թույլատրվել է օգտագործել Վատիկանի այս հարթակը հայոց պատմությունը վերաշխարհադրելու համար։ Azerbaijan use Vatican venue to rewrite the Armenian history. First of all, I have to tell very frankly that I'm shocked about what happened, and I already declared my full solidarity. Նախ պետք է անկեղծորեն ասեմ, որ ցնցված եմ տեղի ունեցածից եւ արդեն հրապարակավ արտահայտել եմ իմ ամբողջական համերաշխությունը եւ ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին։ Նրանք երկուսն էլ բողոքել են տեղի ունեցածի դեմ։ Բայց պետք է ասեմ, որ Գրեգորյան Պապական համալսարանը չի հետևում Սուրբ Հաթոռի կամ Վատիկանի պետական քարտուղարության հրամաններին։ It is an academic institution and the Vatican fully recognized academic freedom. Եվ թույլտվություններ չի ստանում իր գործողությունների համար։ Նրանք ակադեմիական հաստատություն են, եւ Վատիկանը ճանաչում է նրանց ակադեմիական լիակատար ազատությունը։ Սա ցավոք մի քանի դեպքերում հանգեցրեց նրան, որ կազմակերպվեցին գիտաժողովներ, որոնք հակասում էին Սուրբ Աթոռի քաղաքականությանը։ Օրինակ 2 տարի առաջ նրանք կազմակերպեցին գիտաժողով Պիոս 12 պապի դեմ, որին իրականում Ֆրանցիսկոս պապը ցանկանում էր սրբադասել։ Նրա բոլոր թշնամիներին, որոնք պնդում են ամենաանհեթեթ մեղադրանքը հոլոկոստի ժամանակ պապի ենթադրյալ լռության մասին, թույլ տվեցին խոսել այդ համալսարանում, բայց մեզ, այդ թվում ինձ, որ 10 տարվա ուսումնասիրությամբ եւ հազարավոր փաստաթղթերով ապացուցել էինք հрьяաներին օգնելու պապի հետաքրքրվածությունը, չհրավիրեցին ելույթ ունենալու։ 10 years was not invited to speak, although the main book on the subject, the Pope and the Holocaust, is mine, which was internationally published. I was not invited. So we have a very similar situation when the Gregoriana, for reasons of alleged academic freedom, does the opposite of what the Holy See would like to see. Թեև թեմայի վերաբերյալ հիմնական գրքի Պապը եւ Հոլոկոստը աշխատության հեղինակը ես եմ։ Ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ Գրեգորյանը ակադեմիական ազատության պատրվակով անում է այն, ինչ Սուրբ Աթոռը չէր ցանկանա տեսնել։ Նույնը եղել է Արցախի վերաբերյալ այդ գիտաժողովի պարագայում։ Անուն եւ հեղինակություն ունեցող ոչ մի գիտնական չէր հրավիրվել այդ գիտաժողովին, ոչ մեկը։ Նույնիսկ Գրեգորյան համալսարանի պրոֆեսորներն ու ուսանողները, որոնք մասնագիտացած էին հայագիտության ոլորտում։ Միջոցառման կազմակերպիչը ադրբեջանցի մի ուսանող է եղել, շատ սկանդալային մի անձ։ Organizer was an Azari student, a very scandalous person, because he claimed that he obtained a PhD, and indeed he did not
get the academic degree because his dissertation was full of plagiarism and of a very low level. And his name is Mr. Nikinorov. Որը պնդում է, թե ստացել է դոկտորի կոչում, բայց իրականում չի ստացել ակադեմիական այդ աստիճանը, քանի որ նրա ատենախոսությունը լի էր գրագողությամբ եւ շատ ցածր մակարդակի էր։ Անունը Նիկոնորով է, եւ այս պարոն Նիկոնորովը ներկայանում է որպես դոկտոր, բայց իրականում խաբեբա է։ Indeed introduced himself as a doctor, but is a fraud. Is a fraud. You have to say very clearly he is a fraud. And he failed 2 years ago. 2 տարի առաջ ձախողել է իր ատենախոսության պաշտպանությունը։ Սա փաստորեն խոչընդոտ չի եղել, եւ նա կարողացել է կազմակերպել այդ միջոցառումը։ Մյուս կողմից դուք պետք է տեսնեք, որ քաղաքականությունը եւ նաեւ համալսարանները On the other hand, you have to see what the Holy See and also a university wants to be open to different opinion, to show a certain neutrality and to claim an academic profile and see, look, we have both sides. Ցանկանում են բաց լինել տարբեր կարծիքների համար, ցուցաբերել որոշակի չեզոքություն, ակադեմիական քննարկման ներկայացնել երկու կողմերի դիրքորոշումները։ This is all a very, very bad thing because, I mean, the subject of conference is a scandal. I mean, we both know that Azerbaijan exists for just, a little more than 100 years. Բայց այս պարագայում այս գիտաժողովի թեման իսկապես սխալ է եւ սկանդալային։ Նկատի ունեմ, որ բոլորս էլ գիտենք, Ադրբեջանը գոյություն ունի ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի։ Եվ նրանք պնդում են, թե հայկական հարուստ պատմությունը իրենց երկրում քրիստոնեական համայնքի պատմության մի մասն է։ Մինչդեռ հայերը կրում են մի քանի հազարամյակի ազգային ինքնություն եւ հարուստ պատմություն։ Նկատի ունեմ հետևյալը. ցանկացած պնդում ադրբեջանական քրիստոնեության մասին նման է տիբեթյան բուդդիզմը չինական բուդդիզմ անվանելուն, քանի որ Չինաստանը օկուպացրել է այդ երկիրը։ Եթե այսպիսի պնդում լիներ, կառաջացներ միջազգային բողոք, բայց ցավոք քրիստոնյաների դեպքում միջազգային բողոք չկա։ Ուստի մենք պետք է աղաղակենք։ But unfortunately, in the case of Christians, there's no international outcry, so we have to cry out. I would like to ask your insights on Azerbaijani influence in Vatican. Ինչ ներքին ազդեցության լծակներ ունի Ադրբեջանը Վատիկանի ներսում։ Սա միայն մեկ եզակի դեպք էր, թե մենք պետք է պատրաստ լինենք նման գիտաժողովների նաև այլ համալսարաններում։ Prepared for these kind of events. Actually, for years, with a lot of money, the Aliyev regime tries to buy influence and sympathy in the Holy See, in the Vatican, and all over Europe. They bought several representatives of the German parliament. Իրականում տարիներ շարունակ եւ մեծ գումարներով Ալիևի ռեժիմը փորձում է գնել ազդեցություն եւ համակրանք Սուրբ Աթոռում, Վատիկանում եւ ամբողջ Եվրոպայում։ Unfortunately, I have to say there's even corruption in the Vatican, and there's even one cardinal which who I don't want to name him, but even he received high donations from the Azari side. Նրանք գնել են Գերմանիայի խորհրդարանի մի քանի ներկայացուցիչների։ Իրականում այո, գնել են։ Պետք է հենց այս բառը գործածեմ։ Կոռուպցիան ամենուր է, բարձր մակարդակով, եւ ցավոք պետք է ասեմ, որ կոռուպցիա կա նույնիսկ Վատիկանում։ Եվ նույնիսկ կա մի կարդինալ, որի անունը չեմ ուզում նշել, բայց նույնիսկ նա մեծ նվիրատվություններ է ստացել ադրբեջանական կողմից։ Այսպիսով, իհարկե, որպես պետություն, Վատիկանը պետք է պաշտոնապես չեզոք լինի յուրաքանչյուր դեպքում, նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իրականում նրանք փորձում էին գործել չեզոքության քողի տակ։ Հիմա Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության ժամանակ ուկրաինացիները պնդում են, թե Հռոմի Պապը ռուսամետ է։ Ռուսները պնդում են, թե նա Ուկրաինայի կողմից է։ Վատիկանի չեզոք քաղաքականության պատճառով։ Եվ իհարկե դեռ կան որոշ քրիստոնյաներ Ադրբեջանում, դեռ բոլորին չեն վտարել իրենց երկրի տարածքից։ Առնվազն նրանց անվտանգությունն ապահովելու համար Վատիկանը պետք է խոսի Ալիևի ռեժիմի հետ։ Թեև ցեղասպանական գործողությունները պետք է դատապարտվեն։ Also, the deeds which are genocidal has to be condemned. I mean, what happened in Artsakh is nothing more than a cultural genocide. To make it very clear, and there's no
better word for it. Եվ Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան մշակութային ցեղասպանություն։ Սա պետք է հստակ ասվի։ Այստեղ հնարավոր չէ այլ բառ գործածել, բայց միևնույն է, դիվանագիտությունը նշանակում է, որ պետք է խոսես բոլոր կողմերի հետ։ Եվ Վատիկանի դիվանագիտությունը, սկսած Բենեդիկտոս 15-ից, միշտ հիմնված է չեզոքության սկզբունքի վրա։ Always since Benedict XV, based on the principle of neutrality. Was there any reaction from the Vatican officials to this event organized by Azerbaijan? Որևէ արձագանք եղավ Վատիկանի պաշտոնական շրջանակներից Ադրբեջանի արտգործնախարարության այս միջոցառումից հետո, թեկուզ ներքին քննարկում, թեկուզ ոչ հրապարակային, թեկուզ մեկ կարդինալից։ Գիտեմ, որ դուք այնտեղ, այսպես ասենք, ներսի մարդ եք, ունեք ձեր կապերը։ Ձեզ հետ շփումներում գոնե եղավ որևէ արձագանք, հակազդեցություն։ So, insights very well. So, was there any reaction? First of all, we were all completely surprised because this was not publicly announced. And before, I mean, but it's a very, very strange situation because normally Նախ եւ առաջ մենք զարմացած էինք, քանի որ գիտաժողովի մասին նախապես հրապարակայնորեն չէր հայտարարվել։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է, քանի որ սովորաբար, եթե Գրեգորյան համալսարանում կազմակերպվում է լուրջ գիտական կոնֆերանս, հրավերներն ուղարկվում են եւ պաստառները տպագրվում ու տարածվում են 1 ամիս առաջ, որպեսզի բոլորը կարողանան ամրագրել թռիչք, հյուրանոց։ Այս անգամ այդպես չէր, ակնհայտորեն գաղտնի գործողություն էր։ a secret operation, obviously. They didn't want it to be public and didn't want it to be controversial because in the very moment they make it public, of course, people like me would fly there and go and tell the truth in public and say, look, what you are doing there is, misusing the Pontifical Gregorian University for your propaganda, for your genocidal anti-Christian propaganda. Ակնհայտորեն կազմակերպիչները չէին ցանկանում, որ հրապարակային հայտարարություն լինի միջոցառումից առաջ։ Նրանք չէին ուզում հակադիր կարծիքներ լինեն եւ գործելով գաղտնի փորձել են կանխել հնարավոր դիմադրությունը։ Քանի որ հենց այն պահին, երբ նրանք հրապարակեին միջոցառման մասին տեղեկություններ, մարդիկ ինձ նման մարդիկ կգնային այնտեղ եւ հրապարակավ կասեին ճշմարտությունը հետեւյալ ձևակերպմամբ. այնինչ դուք անում եք Գրեգորյան Պապական համալսարանի հեղինակության չարաշահում է ձեր քարոզչության համար, ձեր ցեղասպանական, հակաքրիստոնեական քարոզչության համար, իսլամական թուրքական ցեղասպան ռեժիմի համար։ A Turkish genocidal regime dictatorship. If you get an information about some kind of Եթե դուք նախապես իմանայիք այդ գիտաժողովի մասին, կգնայիք եւ կհայտարարեիք դա։ mentioning Of course. If I would have known about it, even if I wouldn't have been invited as a speaker, I would go, and just speak out and say, hey guys, you are telling a bunch of lies. Իհարկե, ես իմանայի նույնիսկ եթե ինձ չհրավիրեին ելույթ ունենալու, կգնայի եւ պարզապես կասեի տղաներ, դուք մի կույտ սուտ եք ասում։ Ես դա արել եմ Պիոս 12-ին նվիրված գիտաժողովի ժամանակ։ Ուղղակի գնացի եւ հարցեր տվեցի։ Ելույթ ունեցողներից մի քանիսին աննախանձելի վիճակում դնելով։ Եթե ակադեմիական գիտաժողով է, ապա նշանակում է դա միշտ քննարկման հարթակ է։ Եվ նույնիսկ եթե նրանք թույլ չեն տալիս ձեզ խոսել, կարող եք ասել, տեսեք, նրանք թույլ չեն տալիս ինձ խոսել։ Կարող եք խոսել լրատվամիջոցների հետ։ Վատիկանի պաշտոնական արձագանքի մասով պետք է ավելացնեմ, որ նրանք դեռ ուսումնասիրում են կատարվածը, քանի որ չկան արձանագրություններ։ Այդ գիտաժողովի մասին դեռևս ոչինչ հրապարակված չէ։ Այնպես որ այո, ես գիտեմ, թե ինչ է կատարվում նույնիսկ Վատիկանի պետական քարտուղարության ամենաբարձր մակարդակում։ Նրանք սկսել են հետաքննել կատարվածը, պարզելու թե իրականում ինչ է եղել, եւ համոզված են, որ մեկնաբանություն կլինի, գոնե կաթողիկոսներին ուղղված նամակի տեսքով։ Let's hope. And my last question, how is it possible to prevent this Հուսանք։ Եվ իմ վերջին հարցը ու կրկին հաշվի առնելով, որ դուք Վատիկանը գիտեք ներսից։ Հաշվի առնելով, որ Բաքուն ակնհայտորեն շարունակելու է պատմակեղծարարության իր այս քաղաքականությունը, հնարավոր է կանխել նման կեղծիքներ կազմակերպելու Բաքվի հետագա գործողությունները։ This kind of steps of Baku? As long as there is corruption on this planet, and unfortunately, you and I know what corruption on this planet will be until the end of the day is, you cannot prevent it. You will always find, holes to get in, like
mice or rats are always find a hole to get into a house. Քանի դեռ այս մոլորակի վրա կա կոռուպցիա, եւ ցավոք գիտենք, որ կոռուպցիան այս մոլորակի վրա կլինի մինչեւ օրերի վերջը, Ադրբեջանի նման նախաձեռնությունները կանխել չեն կարող։ Նրանք միշտ կգտնեն անցքեր մտնելու համար, ինչպես մկները կամ առնետները միշտ գտնում են անցքեր տուն մտնելու համար, եթե ուտելիքի հոտ են առնում։ Նրանք միշտ գտնում են օգտակար հիմնարներին, կաշառակերներին, ովքեր փորձում են փողի համար ամեն ինչ անել։ Կանխել ոչ չեք կարող։ Մանավանդ երբ նման միջոցառումների մասին նախապես չի հայտարարվում։ Գաղտնի են պահում, գիտակցելով, որ կլինի հակազդեցություն։ Եվ եթե շարունակեն այսպես նախապես չհայտարարված միջոցառումներով, ապա ոչ, պարզապես հնարավոր չէ կանխել։ Միայն կարող եմ ավելացնել, որ այս մոլորակի ամենահին քրիստոնյաները հայերն են։ Of course, Armenian Christianity is one of the oldest churches in the world and the oldest Christian nation on this planet is Armenia. And so long before anybody had any idea that there will be an Azerbaijan, or even that there will be a Prophet Muhammad. Եվ դուք քրիստոնյա եք դեռ այն ժամանակ, երբ որևէ մեկի մտքով անգամ չեն անցնի, թե ձևավորվելու է Ադրբեջան անունով պետություն կամ նույնիսկ կլինի Մուհամմադ մարգարեն։ Մենք շատ լավ գիտենք, թե որն է ճշմարտությունը, եւ Վատիկանի պաշտոնական քաղաքականությունը երբեք չի փոխվել։ Վատիկանը ցանկանում է շատ խորը բարեկամություն եւ գործընկերություն ունենալ հայ առաքելական եկեղեցու եւ իհարկե հայ ազգի հետ։ Thanks for your Շնորհակալություն ձեր դիրքորոշման եւ այս հարցազրույցի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը։ Շնորհակալություն ուշադրության համար։